Ողջույն սիրելի հետևորդներ ջան, այս տարի առաջին անգամ եմ թթու լավաշ պատրաստում եւ ուզում եմ ձեր հետ կիսվել։ Իմ ալիքում շատ տարբերակներ կան, թե մրգային պաստեղների, թե թթու լավաշների, թե ձևավորած թթու լավաշներ, կան նաեւ մեղրով ընկույզով պատրաստած այդ բոլորի հղումը, տեսանյութերի հղումը կդնեմ հենց այս տեսանյութի ներքևում, տեսեք, ուրեմն սև սալոր է, տափակ դեղձերից է, անունը չգիտեմ, շլոր է, պատվիրատուն 50 հատ ինձանից թթու լավաշ է ուզել եւ ես պարտավոր եմ պատրաստել, որպեսզի տան, պետք է տանեն կամ բելգա կամ հունգարիա, չեմ հիշում, մի խոսքով լավ եփում ենք ու քամում ենք։ Ովքեր պատրաստել են կիմանան, որ շլորից պատրաստված թթու լավաշը ինքը շատ ջրիկ է լինում եւ եթե մրգային պաստեղից պետք է մի տապակի մեջ լցնել 1 լիտրի չափով, ապա այս թթու լավաշի համար շլորի դեպքում ինքը քանի որ մսալի չի, պետք է լցնել 1 լիտրու կեսի չափով մասսա։ Քամելուց հետո, ինչպես տեսնում եք, կորիզները հանում եմ եւ մոռացա ասեմ, որ ինչպես շատ մրգանուշներ, կոմպոտներ փակում ենք տերևը մրգի հետ, այստեղ էլ այս անգամ էլ ես որոշեցի իր հետ եղած նենցկար, որ փոքր ճութիկներով էր, այդ տերևներն էլ լվանալ ու շլորի հետ եփել։ Շատ գեղեցիկ գույն ունի, միանգամից փլավ քամիչով եմ քամել, երկրորդ անգամ մաղով չեմ անցկացրել։ Յուրաքանչյուր տապակի մեջ 7-8 շերեփ լցնում եմ այդ հավասարա 1 լիտրից ավել քաշի, մասսայի եւ դնում եմ արևի տակ չորանա։ Անմիջապես հետո չեմ նկարել, ժամանակ չկար, հիմա տեսեք մեր բակը շատ տեղ կա, ազատ, արև, էլ սեղան, էլ աթոռ, էլ պատի վրա հարմար տեղ, սենց ունեմ չունեմ մի 23 հատ սինի ունեմ ու այդ լրիվ լրացրել եմ, դրել եմ արևի տակ, արդեն կեսօր է, կիսով չափել չորացած է, ամբողջությամբ կչորանա, գազի վրա կտաքացնեմ, կհանեմ, եթե անմիջապես արևի տակից վերցնեմ հանեմ, գազն էլ պետք չի։ Տապակներին ոչ մի բան չեմ քսում, ձետ կլինի, չգիտեմ, ոչինչ չեմ քսում, իրանք հենց այդպես էլ շատ հեշտությամբ դուրս են գալիս, դանակով եզրերը գիծ եմ քաշում ու հանում եմ։ Մի խոսքով ուզեցա ձեր հետ կիսվեմ, հիմա չորանալուց հետո երեկոյան ժամերին այսպես տապակներով տեղափոխում եմ մեր առաջին հարկը, մի սենյակ ունենք, այդտեղ եմ դնում, հենց այսպես, իրար վրա խաչուփաշ դնելով, որպեսզի իրար մեջ չընկնեն, չոր է, բայց մի հատ էլ պետք է առավոտը այն լավ արևին թողնեմ տաքանա, որ հենց այտենց տակ-տակ կարողանամ հեշտությամբ հանեմ։ Արդեն երկրորդ սինին է, թորնիկներս ուտում են, շատ հավանեցին այս թթու տարբերակը, էլ փողոց են հանում, իրենց ընկերներին հյուրասիրում, մի խոսքով թորնիկների բաժինն էլ տվեցի, տեսեք ինչքան փափուկ է, փայլուն է, պաստեղներ կան մրգային, որ փայլել չեն ունենում, դա մրգի տեսակից է։ Չորանալուց հետո տապակները երբ ներս եմ բերում, պարտադիր մաքուր գուբկայով, խոնավ գուբկայով վրայից մի հատ մաքրում եմ, ոնց լինի մի փոշի, մի ծառի տերևի, չգիտեմ, կտոր, միգուցե քամին բերի հայա տուգցի իրանց մեջ կամ իրանց վրա, ես պարտադիր գուբկայով մաքրում եմ, նոր հանում եմ։ Այստեղ նարեկս է օգնում, շատ հեշտությամբ դուրս է գալիս, տեսեք, որ նույնիսկ գազի մոտ էլ չեմ գնացել, չեմ տաքացրել, արևի տակից եմ բերել, դրա համար հեշտ դուրս է գալիս։ Փաթաթելու եմ կլոր, հետո փաթեթավորելու եմ սննդային թաղանթով, որպեսզի պահպանեմ նաև հիգիենայի կանոնները։ Տեսեք ինչքան նուրբ, բարակ, թափանցիկ, դա շլորից է, որ ինքը մսային մաս չունի, եփելուց հետո հեղուկա նման է լինում, օշարակի նման, հենց այդ պատճառով էլ այսպիսի բարակություն ու փայլ է ունենում։ Առաջարկս նա է, որ դուք էլ պատրաստեք, ճիշտ է, հնարավոր է շուկաներում լինի գնեք, բայց ինչ իմանաք, լվացած է, լվացած չէ, մի խոսքով ձեր ձեռքի պատրաստածը ամենալավն է, առաջարկս սա է։ Դուք էլ պատրաստեք, տեղով մեկ մի թթու լավաշը վիտամինների փունջ է։